Նաիրիտը վերագործարկելու համար հայտարարված մրցույթին երկու ընկերություն է հայտ ներկայացրել, պնդում է մրցութային հանձնաժողովի նախագահը, մինչդեռ ընկերության սնանկության գործով կառավարիչը հայտարարում է, թե ինքը մինչ օրս որևէ փաստաթուղթ չի ստացել։ Երբեմնի քիմիական հսկայի վերագործարկման մրցութային հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Անանյանն Ազատության հետ զրույցում ասաց, երկրորդ ֆրանսիական ընկերության հայտը հանձնաժողովը ստացել է վերջնաժամկետից 20 րոպե հետո, եւ այս ու ավելի վաղ մրցույթին հայտ ներկայացած Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն ընկերության փաթեթները ներկայացվել են սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանին։ Երկրորդը ֆրանսիական կազմակերպություն է, որը Ճապոնիայի եւ Ամերիկայի հետ կաուչուկների արտադրության եւ այլ համատեղ ձեռնարկություններ են։ Փոխանցել ենք մենք Նաիրիտի սնանկի կառավարիչին, պարոն Կարեն Ասատրյանին։ Ուրեմն որտեղ հիմա Նաիրիտի սնանկի կառավարիչն է զբաղվում դրանով եւ ընդհանրապես օրենքով դա է սահմանված։ Իրենք պետք է նայեն տնտեսական տեսակետից եւ այլն եւ համապատասխան որոշում կայացնեն, որպեսզի պատասխանեն տվյալ ընկերություններին, նրանք ինչ փաթեթով կամ երբ կարող են ներկայանան եւ այլն։ Սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը սակայն հերքում է Անանյանին։ Ես ասում եմ հանձնաժողովից կոնկրետ ոչ մի բան չեմ ստացել։ Նաիրիտցիների պայքարն էլ չի դադարում անգամ տեղումն առատ եղանակին։ Այսօր նրանք կրկին կառավարության շենքի դիմաց էին, պահանջելով վարչապետ Կարեն Կարապետյանից Նաիրիտի վերագործարկման հարցը քննարկել գործարանի մասնագետների հետ։ Պարոն Կարապետյանը միայն անընդհատ բարձրաձայնում է, որ Նաիրիտ գործարանը չի կարող աշխատել։ Մենք այդպիսի փորձ ունենք, ասում է, որ գործարանը չի կարող աշխատել։ Հիմա ասեմ, այն ժամանակ, երբ որ Նաիրիտ գործարանը աշխատել է 55-ից 60 հազար տոննա արտադրողականությամբ, Նաիրիտ գործարանը ունեցել է 1 տնօրեն, 1 փոխտնօրեն արտադրական հարցերով, 1 գլխավոր ինժեներ եւ 1 գլխավոր տեխնոլոգ։ Գործարանի սնանկ ճանաչումից հետո էլ պարտատերերն են պահանջներ ներկայացնում, այդ թվում նաև Նաիրիտ 2-ը, որը մարել էր Նաիրիտի աշխատավարձերի պարտքերը։ Ցույցերը համակարգող խմբի անդամ Անահիտ Մանուկյանի խոսքով Նաիրիտ 2-ն այժմ պահանջում է ավելի շատ գումար, քան վճարել էր որպես աշխատավարձ։ Ուրեմն Նաիրիտ 2-ը ոչ թե ներկայացրել է այն գումարը, որը իբր թե ինքը տվել է աշխատավարձի դիմաց աշխատողներին, բայց նա ինքը չի տվել, դա ինքը պարտք էր Նաիրիտին եւ պարտավոր էր տալու։ Նաիրիտ 2-ը ներկայացրել է 6 միլիարդ 330 քանի միլիոն դրամի պարտ, այսինքն գումարվել է նաև մեր տոկոսները, որը այսօր մենք դատական հայց ենք ներկայացրել, պահանջում ենք, որ մեր տոկոսները վերադարձնեն մեզ։ Հիշեցնենք, Նաիրիտը սնանկ ճանաչվեց նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանի էլեկտրական ցանցերի հայցադիմումի հիման վրա, որին գործարանը 1 միլիարդ 200 միլիոն դրամից ավելի գումար է պարտք։ Սնանկությանը հաջորդող առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 14-ին։ Եթե մինչ այդ գործարանի առողջացման ծրագիր չներկայացվի, ապա այն կլուծարվի։ Եղած ֆինանսական միջոցներն ու գույքն էլ կուղղվեն պարտքերի մարմանը։ Նման ծրագիրը սնանկության մասին օրենքի կարող են ներկայացնել կամ Նաիրիտը, կամ խոշոր պարտատերերը։ Գործարանն արդեն 4 ամիս է չի վճարել նաև Նաիրիտի անվտանգությունն ապահովող 260 աշխատակիցների աշխատավարձը։